Ես հայտնվել եմ մեղքի ու խղճի մեջտեղում։ Չեմ կարողանում անցնել այդ սահմանը։ Սառը, կներես։ Եկեք երեխաներ, արագ, կանգնեք այդտեղ։ Վայ Լույս, ոնց էր Սառան։ Լարված էր շատ, Լևոնն էր եկել։ Ես չգիտեմ իրանց մեջ ինչ է եղել, բայց Սառան շատ վճռական է տրամադրված։ Ասում է Լևոնին կյանքում չեմ ներելու։ Դու էլ չգիտես։ Ուրեմն մի բան արել է։ Երևի։ Լավ երեխաներ, հիմա դուրս ենք գալիս, բակում ինձ եք սպասում։ Գնացինք, արագ, արագ։ Այսօր Միլենային տանում են, վհոկը զանգեց կանչեց, որ թղթերը պատրաստ եմ։ Հա, բայց ինչ-որ արագ չեղավ։ Շատ արագ, մանկատանը դեռ տենց բան չէր եղել, որ թղթերը այսքան արագ պատրաստ էին, ընդհանրապես ամիսներ ա տևում։ Իրոք տարօրինակ է։ Շատ տարօրինակ։ Իսկ բոլոր թղթերը նորմալ են։ Քեզ թվում է ես թուղթ եմ տեսել։ Երեխու գործերից բացի ոչ մի թուղթ չեմ տեսել։ Բա ոնց անենք, տեսնենք։ Կմտածեմ մի բան։ Մտածի։ Այդ գլխավոր հաշվապային ասեք թող գա ինձ մոտ։ Շտաբ։ Կարելի է, պարոն Դավթյան։ Ու ոնց հասկանանք այս ամենը։ Դուք ինչ նկատի ունեք։ Թե ինչերի նկատի ունեք։ 2 միլիոն փող ա փոխանցվել առանց իմ գիտության։ Պարոն Լալայանն է ասել։ Ով։ Աշոտը։ Այո, նա նոր բիզնես ա բացել Վրաստանում, իրեն փող էր պետք։ Ինչ։ Այսինքն։ Չեմ հասկանում, դուք տեղյակ չեք։ Բայց ինչ տեղյակ լինեմ։ Դու ամեն անգամ գումար փոխանցելիս պարտավոր ես ինձ տեղյակ պահել։ Պարտավոր եմ, բայց ախր պարոն Լալայանն ասեց ու ես չմտածեցի, որ դուք տեղյակ չեք։ Իսկ քեզ ով ա վճարում։ Դուք։ Բա որ ես։ Դու ինչի ես Լալայանի ասածները մի անգամից կատարում, իսկ իմ ասածները։ Դե ես ճիշտն ասած Այդ բոլոր թղթերը պատրաստի, ելքերը, մուտքերը, բոլորը պիտի ստուգեմ։ Հիմա կբերեմ։ Մեկ էլ գործարանից։ Գործարանից ինչ։ Դե 3.5 միլիոն փող եմ փոխանցել։ Ես չեք անում։ Դες մտել եք ջեբերս ու ինձ թալանում եք, հա։ Իսկ ինչի ես դրա մասին չգիտեմ։ Ինչի ես դրա մասին չգիտեմ։ Պարոն Լալայանն ասեց, որ ինքը ձեզ կասի։ Ախր ես իրավունք չունեմ ավելորդ հարցեր տալու։ Այս ընկերությունների սեփականատերը ես եմ։ Լալայանը ընդամենը 20% ակցիա ունի։ Ես անհամբեր սպասում եմ լուրերիդ։ Ուրախացնելու բան չունեմ։ Այդ անտեր բոքս մտնելը պրոստը անհնարին է։ Համենթերն լիքը համել դրա ախրանան։ Բեսի դու կարող ես ինչ-որ մի բան խառնում ես, դա բոմժով է, որ ախրանա պետք ունենա։ Բան եմ ասում։ Բեսի, աչքիս դու մի բան խառնել ես, ուրիշ տեղ ես գնացել, սխալվել ես։ Չէ, էլի։ Ոչ ինչ ուզում ես արա։ Դրա հոտ արդեն գեշ գալիս է, ու այդ հոտը ընկնում է մարդկանց քթերը։ Մի բան արա։ Փորձենք ամեն ինչ անենք, պրոստի իրավիճակը շատ է բարդացել։ Ոչ չգիտեմ, մի բան արա։ Ներսից մարդ քթի, փող տուր։ Թող այդ հարցերը լուծի, ես պետք է բացատրեմ։ Ֆայմ չունես արա։ Իդիոտ արա։ Արևս ինչ ես առավոտ շուտ ներվերդ քայքայում։ Մեռան կեշերի հետ գործ բռնելով։
Մեր կարքին մարդու ռաշ չեկան կրա։ Արևս սուրճ էդ խմի, հա։ Լսիր սիրելիս, եթե այս հարցը չլուծվի, հաց ու ջրի վրա ես նստելու։ Դու ասում ես սուրճ խմի։ Ես գնացի։ Ոնց թե ցամաքած։ Բարի լույս։ Բարի լույս։ Սուրճդ արդեն պատրաստ է։ Դու չմտածես իմ մասին, մեր տանը ոչ մեկ չի մտածել։ Արման, բա երբ ես պատրաստվում մեկնել։ Մի շաբաթից։ Այդքան շուտ։ Իմ գործերն այնտեղ սպասում են։ Արման, մի գնա էլի։ Սա ոնց որ մաման լինես։ Արման, ախր սովորել ես, լավ կրթություն ես ստացել։ Այստեղ օգտագործի գիտելիքներդ։ Չեմ կարող։ Այնտեղ ես իմ օֆիսն ունեմ, իմ գործն ունեմ, իմ տունն ունեմ, սովորել եմ բացետել։ Իսկ ամենակարևորը ինձ այնտեղ որպես լոյեր բոլորը ճանաչում են։ Արման, ուրեմն ինչ է նշանակում, որ պետք է մենք քեզ ամբողջ կյանքում կարոտենք, հա։ Այ դու երբ կուզենաս կնստես ինքնաթիռ, կթռնես կգաս ինձ մոտ։ Սուրճի համար շնորհակալ եմ։ Ինչպես միշտ ֆանտաստիկ էր։ Ես գնամ սոն, գործեր կան։ Ինչ գործ։ Գոնե մնա կնախաճաշենք, նոր կգնաս։ Հետո, հա, միջալուց այսօր ինչ-որ յուրօրինակ ես, հանդիպում ունես, Թրակ։ Բարդ ենք գնալու։ Այս սնդիկ, մի քիչ էլ համբերի, այսա կգնանք։ Բուժիշ գնել եկավ, հիմա մենք սպասում։ Դե պետք է սպասենք, որ մեքենան գա մեր ետևից ու մեզ տանի մանկատուն։ Հիմա այնտեղ բոլորը քեզ կարոտել են։ Արևս, քեզ շատ կարևոր բան պիտի ասեմ։ Ինչ։ Քո երազանքը վերջապես կիրականանա։ Ոնց։ Դու մամա ու պապա ես ունենալու։ Ուրա։ Ստարադից որդեգրելույա։ Միլենա, արևս, ես չեմ կարող քեզ որդեգրել, ես ամուսնացած չեմ, մոռացել ես, ես իրավունք չունեմ։ Ուրեմն ամուսնացի։ Դե դա հիմա հնարավոր չի, ես ու Լևոնը, մենք էլ միասին չենք, ու մենք չենք ամուսնանալու, բայց քեզ շատ լավ մամա է սիրել, ու ինք ուզում եմ, որ դու իր աղջիկը լինես։ Ինձ ոչ մեկ պետք չի, ես արդեն մամա ունեմ, ու դա դու ես։ Դու ինձ սիրում ես։ Շատ, շատ, շատ։ Ուրեմն որդեգրի։ Արևս, ես շատ կուզենայի քեզ որդեգրել, բայց չեմ կարող։ Տենց էլ գիտեի։ Հասկանում ես, փոքրիկ բալիկները պետք է ունենան պապա և մամա։ Դու պետք է լիարժեք ընտանիքում մեծանաս։ Ուրեմն կթի մեկին, եթե ուզենաս, կգտնես։ Միլենա։ Տղաները նման են երեխաներին, չեն տեսնում այն, ինչ պիտի տեսնեն, ու եթե դու մի քիչ էլ քնես, դու ամուսին չես ունենա, իսկ ես եմ մամա։ Իմ ավազակ։ Մոտակա 2 ժամվա ընթացքում հաշվի համար կուղարկեմ, գումար կփոխանցես։ Մոտ $10,000։ Հա, շատ լավ։ Չէ, անձամբ եմ գնալու կճշտեմ։ Չես քնում, չէ։ Դե նկատի ունեմ, որ 2 ժամից ձեր մոտ շատ ուշ է լինելու։ Եղավ, լավ։ Դե կապի մեջ։ Դավիթ Արմանն է։ Արման ջան։ Ճշտեցիր, որ մանկատունն է։
Լավ քնեցիր։ Քնեցի։ Մերսի Արսեն ջան, որ դու չլինեիր, ես տենց էլ վիզս ծուր գետնին նստած էի մնալու։ Մերսի Արսեն ջան։ Տես կամացից սովորում ես, լավ է, ընդունակ ես։ Ինչ ես տենց նայում։ Մտածում եմ, որ այդ հոգնածը չլիներ, կարող է քեզ սիրեի։ Մտածում եմ, որ մի քանի տարի առաջ իրար հանդիպեինք, կսիրեինք իրար ու սիրով կամստունայինք իրար հետ։ Ես քեզ կյանքում չէի սիրի։ Այն էլ ոնց կսիրեիր։ Հարցա, ես քեզ կսիրեի, թե չէ։ Ու դու մտածում ես, որ ես կարայի քո ընկերուհի լինեի։ Ես այնքան մեծ ցուցակ ունեմ, որ դու այդ ցուցակում առաջինը կլինեիր վերջից։ Ոնց տեսնում ես, ես արդեն արթնացել եմ։ Սրանից հետո ամեն առավոտ որ ստե կոֆեն դրած լինի։ Էլ ինչ կուզեիր։ Հələ որ կոֆե։ Հա, պապ ջան, զանգել էիդ, նոր տեսա։ Ոնց ես Արսեն ջան։ Լավ եմ պապ ջան, դու ոնց ես։ Էդ խի ես մի տեսակ, հո բան չի եղե։ Քիչ խառն եմ բալես։ Օֆիսում հաշվարկներ ենք անում։ Հիմա։ Հա, հիմա։ Ինչ կա որ։ Կհաշվենք Երևա տղա ջան, դու այն ասա գիշերը նորմալ քնել ես, կարևորը դու ես։ Հա, պապ ջան, ես լավ եմ, ինձ ինչ ա եղել որ։ Դե լավ է որ լավ ես բալես։ Հիվանդանոցում նորմալ չմնացիր, մի քիչ անհանգիստ եմ, առավոտն էլ շուտ դուրս եկա, քեզ չտեսա։ Դու իմ համար մի անհանգստացի պապ ջան։ Ամեն ինչ լավ է։ Լավ, տղա ջան։ Քեզ լավ նայ։ Մերսի, նայում եմ պապ ջան։ Կարելի է, պարոն Դավթյան։ Արի։ Վերեցի։ Լավ արեցիր, դիր սեղանին։ Դե գնա ազատ ես, գնա։ Բայց, պարոն Դավթյան, ես ախր եթե իմանայի նման բան կլիներ, չէի անի։ Ասում եմ գնա ազատ ես։ Էլ նման բան չի կրկնվի։ Դա իհարկե չի կրկնվի, որովհետև ես իմ հոլդինգում գող չեմ պահի։ Բայց պարոն Դավթյան, ես չեմ գողացել, ինձ պարզապես ասել են արա, ես էլ արել եմ։ Հենց դրա համար էլ ես ոստիկանություն չեմ հանձնում, էլի որ ասել են արա, դու էլ արել ես։ Թե չէ մի հանձնել էի ոստիկանություն ու կնստեիր ու շատ երկար կնստեիր։ Բայց ապեր ասում եմ գնա։ Ասա։ Ինձ հենց նոր պարոն Դավթյանն աշխատանքից ազատեց։ Չի հասկացա։ Ինչի համար։ Իմացավ փոխանցման մասին։ Ախր դու դուրակ ես։ Բա ասում էիր, անեն սկանեմ չի ջոգի։ Չէի հասցրել։ Ախր այդքան շատ գումար է, այդքան շուտ չէի կարող։ Արա չէ դու լրի դուրակ ես։ Հետո ինչ ասիր։ Դե ճիշտն ասեցի, որ նոր բիզնեսի համար է։ Արա ինչ նոր բիզնես։ Ես քեզ չէի ասել դրա մասին ոչ մեկ պետք չիմանա։ Խոդո ապուշ ես։ Հիմա ես ինչ անեմ։ Դու ինչ ուզում ես արա։ Դնա քեզ մոստից թալի։ Էլին չզանգես այս հեռախոսի համարները մոռանաս։ Հասկացա՞ր արա։ Հավ։ Ես ինչ թարսում է։ Պրոբլեմներ կա ինչ-որ։ Մենակ դու ես պակաս։ Պրոբլեմներ։ Մի պրոբլեմ չի, պրոբլեմների շարան է։ Ես հարցը պետք է արագ լուծել։
Սուրճդ։ Ես սև սուրճ չեմ խմում։ Զգուշացնեիր։ Հարցնեիր։ Հիմա եմ հարցնում։ Արսեն ջան, իսկ դուք ինչպես եք սուրճը խմում։ Դառը թե քաղցր։ Նորմալ։ Սառը թե տաք։ Գոլ։ Կաթով թե առանց։ Ջին, սատուր Արսենին։ Սոնա ջան, ինչի՞ ես դու բերում կոֆեն։ Խմի։ Ու դինային էլ քիչ տանջի, հա։ Հələ որ ինքն է ինձ տանջում։ Յա, էնում ախպերն է։ Լավ եմ բրատ ջան, դու ասա։ Երևանում ես, ես քո ցավը տանեմ։ Բա հանդիպենք։ Հեսա մտածենք ուր են գնում, ինչ են քանում ախպերս։ Կոֆես բեր։ Հա բրատ ջան։ Դե ինչի։ Այ փոքրիկ ավազակ, չես ուզում դուրս գալ մեքենայից։ Չէ։ Նայտես երեխեքը դուրսը խաղում են։ Շատ կուրախանան, որ դու գաս։ Դե արի։ Արի, արևս։ Արի։ Շնորհակալություն։ Գնացինք։ Արի։ Ինչ լավ որ եկաք։ Ոնց ես։ Արդեն լավ։ Ոնց է այստեղ նորմալ ամեն ինչ։ Չէ, առանց ես տխուր է շատ։ Հնարավոր է մեզ հետևում են։ Լավ, այ քեզ մի հատ գրկել։ Կարոտել էի բոլորիդ։ Մենք էլ ձեզ էինք կարոտել շատ։ Սար Գրիգորյանը անհամբեր սպասում էր, մի 10 անգամ հարցրեց արդեն։ Գիտեմ ինչ ասելու։ Հա, Միլենային որդեգրում են։ Այդ մարդիկ էլ են այստեղ ու ուզում են քեզ հետ խոսել։ Ինքը դա հատուկ արեց, որ ինձ ցավեցնի։ Ու իրան դա շատ լավ հաջողվեց։ Լավ, ես գնամ ներս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, չէի կասի պալատի հիվանդը որտեղ է։ Դուք Միլենային եք հարցնում։ Հա, Միլենային։ Մեկ ժամ առաջ ենք դուրս գրել, արդեն գնացել են։ Իսկ կարող եմ իմանալ որ մանկատանն է։ Կներեք, բայց ես նման ինֆորմացիա տալ չեմ կարող։ Շատ եմ խնդրում ձեզ, ինձ համար շատ կարևոր է դա ու բացի այդ էլ ուզում երեխային ինչ-որ մի լավ բան անել։ Մալաթիայի մանկատնից։ Անչափ շնորհակալ եմ։ Ստեսություն։ Ստեսություն։ Պահի, հակնեմ, չեմ կարող ձգվել։ Այս վիճակով որ ես գնում։ Ես քեզ լրիվ իմ կնգատեղն ես դրե, հա։ Գնում եմ ուր ուզում եմ, երբ ուզում եմ, ում հետ ուզում եմ։ Հետի լավ հիշի։ Սուրճդ։ Ես սառնա, տարտակը բեր։ Բա։
Ոչ եմ խանդում։ Արի բանս, արի։ Այ մերն եմ արվի, նստին եմ նստի։ Ոնց է իմ աղջիկը։ Լավ։ Հաց կերել ես։ Ճիշտն ասած չէ։ Գնանք մի կտոր հաց ուտենք, հետո կանցնենք գործի։ Լավ, բայց մինչետ ինձ ասա, հաշվապահությունում ինձ գործի վերցնելու ես, չէ՞։ Հաշվապահություն։ Ինչ հաշվապահությունում դու ես հոլդինգում ինչ գործ ասես կարող ես անել, նույնիսկ այս իմ տեղը կարող ես նստել, գնացինք։ Արի բանես, արի, գնացինք, մի կտոր հաց ուտենք։ Տղերք, այդ տվյալները ինչ որ հանում եք, ինձնից բացի ոչ ոք չտեսնի։ Մի քանի րոպե դուրս եմ գալիս, հեսա կգամ։ Գնացինք, բալես, գնացինք։ Յարաչ, Ներս արի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սարա ջան, քեզ ուզում եմ Միլենայի ծնողների հետ ծանոթացնել։ Ծանոթացիր Տեր եւ Տիկին Հովանեսյաններ։ Հաճելի է։ Նմանապես։ Արտակ, Մոնիկա։ Ուրախ եմ։ Ինչպես տեսնում ես, Միլենայի բախտը բերել է։ Խելացի, հոգատար, բարի անձնավորություններ են եւ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Հետևաբար Միլենան էլ այսուհետ կապրի Մոսկվայում։ Իդեպ ես նրանց ասել եմ, որ աղջիկը շատ կապված է քեզ հետ եւ քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող Միլենայի մասին պատմել։ Ուզում եմ ամեն ինչ իմանամ աղջիկաս մասին, ինչ է սիրում ուտել, ինչ երաժշտություն է լսում, ինչ նախասիրություններ ունի։ Սարա ջան, առաջարկում եմ Միլենային բերես թող տեսնեն, թե չէ նկարով ուրիշ է, բնականից լրիվ ուրիշ։ Սարա, գնա երեխային վեր։ Հիմա կբերեմ։ Բարի օր, նստի գնացինք։ Ոնց, գնում եք։ Ձին, ուր է Արսենի, չէ հաց ուտենք։ Տանը չի։ Ոնց տանը չի։ Հենա, գնաց։ Գժվել է այդ տղեն։ Լավ, արի միասին իջնենք։ Ես ինչ եք անում ստեղ։ Աուդիտ ենք անցկացնում։ Ինչի համար։ Ինչ աուդիտ։ Պարոն Դավթյանը ազնվորել։ Շեֆ ջան, ինչ-որ բան է եղել, մի տեսակ ես։ Սերգեյ, արի մոտս, անցնում ենք մյուս պլանին։ Եկեք։ Միլենա, դուրս արի։ Արևս։ Արի այստեղ։ Միլենա ջան, դու հյուրեր ունես։ Քեզ ուզում եմ ծանոթացնել Տեր եւ Տիկին Հովանեսյանների հետ։ Նրանք եկել են, որ քեզ հետ ծանոթանան։ Արի ծանոթանանք, իմ անունը Մոնիկա է։ Մենք եկել ենք քո հետևից։ Մեծ սենյակ ենք քո համար պատրաստել, լիքը խաղալիքներ ենք արել։ Ծանոթանանք։ Չեմ ուզում։ Միլենա, դու քեզ լավ չես պահում։
Չես ուզում չէ, որ ես բարկանամ։ Ես քեզ չեմ սիրում։ Կներեք։ Միլենան մի քիչ ուզված է, գնամ նրա մոտ։ Այնու մախպերնա։ Անցած հոբտոն ոնտեր գիտես։ Ես ինչ հաշիվա։ Երկու օր ազատ ժամանակ ունենք, լեմ աղբորս հետ վայել եմ։ Ճիշտ է սարեց սաբատան եմ, գնացինք։ Դավես։ Ես ինչ ա եղել։ Բան չկա, բրատ, մի փոքր ծակել եմ։ Ոնց, ով։ Դավ հեռախոսը տանջատի, հեսա քեզ էլ են զանգելու, երկու օր ժամանակ ունենք, աղբորս հետ մի քիչ տժանք, լավ անջատի բրատ, ինչ կա բա հետո աղբեր ջան, բայց ինչ մոմենտ ա, բան չկա, մոցակ էր, եկավ կծես թարավ, անցած պատմություն ա, անցած չի բրատ, բայց գլաթանողն էլ չի մարսելու, սպասում եմ ուշքի գա, որ սատկացնեմ, բայց անցան բրատ, Բալես, այ հիմա կարող ես գնալ ու հանգիստ աշխատել։ Կտեսնես, պա, ես այդ քո հաշվապաներից ավելի լավ եմ աշխատելու։ Դու ես գիտեմ բալես։ Դու աշխարհի ամենախելոք աղջիկն ես, դու պապայի աղջիկն ես, մեռնեմ սրտին, արևին։ Դու գիտես, չէ՞, դու պապայի առաջի փոխարինողն ես լինել։ Ես խենք ստեկել, որ բրատ։ Բա մի քիչ հանգստանանք, ճամփից ես եկել, աղբեր ես։ Համել հանգիստ տեղի։ Զբաղվելիքները արդեն մեզ են սպասում։ Լավ է։ Բա, գնացինք։ Բայց վիճակը դուրս չի գալու, եղբայր։ Ես էլ եկել բոքսում էի, այսօր ոնց տեսնում ես, կանցնի մի քանի կարը, Արսեն ինչի կարա խղճացնի, աղբերս, գնացինք։ Տես դրան, որ հեռախոսը չի վերցնում։ Ոնց որ երեք ես էի բոքսում պարկած ինքը չէր։ Դավիթն էլ չի պատասխանում։ Այդ մոռանումա, որ ինքը պիտի պարկի, իրան դուրս գալ չի կարելի։ Արսենը պարկողը չի։ Կպարկի են, էլ ոնց կպարկի։ Սպասի զանգեմ Ադամին։ Ադամը գետի տակից է լինի, դրան կգտնի։
Վայ Աստված իմ, ոնց որ ձենձենի տված լինեն, Ադամն էլ չի պատասխանում։ Վայ Աստված։ Սրտս ես ինչ վատ է։ Լավ էլի կարող է հիմա վատանալ։ Չգիտեմ ինչ կլինեմ, բայց սիրտս պայթում է, ինձ թվում է հիմա սիրտս տեղից դուրս է գալու, վատ եմ զգում ինձ։ Մի հատ գնա բալես։ Դեղերը սաղնարանի վրա դրած եմ, հատ սարքի կաթիները։ Հենց հիմա։ Ձինա ինչ եղար։ Հեսա բերել եմ։ Հա, հիմա ոնց եք։ Չգիտեմ ոնց եմ, բայց մինչև երեխես տուն չգա, ես ինձ լավ չեմ զգա։ Հա, մամ ջան։ Արման ջան, մենակ դու ինձ կարողանաս օգնես։ Արսենը դուրս է եկել տնից բալես։ Ոնց թե դուրս է եկել։ Տենց, մեքենան նստել ու գնացել է։ Լավ էլի մամ, էլի սկսեցիր։ Ինչ ես խառնվել իրար։ Մեծ տղա է, եթե դուրս է եկել, ուրեմն մի վիճակի է եղել։ Դու մի մոռացի, հա, որ իրան պարկել է պետք։ Մամ ջան, հանգիստ եղի։ Ես մի փոքր ուշ էլի կփորձեմ։ Եթե հանկարծ ինչ-որ նորություն լինի, քեզ կասեմ, եթե չէ, իրար հետ մի բան կմտածենք։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Չի կարող պատահել։ Սոնա։ Ինչ ես ասում, չի կարող պատահել։ Չի կարող պատահել, Սոնա։ Չի կարող պատահել։ Լավ նայ ասում է։ Չի կարող պատահել։ Ես եմ անիցել։ Ой, крикал.